Ճամբար հենց խաղում էինք, մեկ էլ եկանց Նիկոլ կինոյի դերակատարը մանգեին, Սուրբ Սարգսյանն էր, Հենրիկ Մալյան, Սերգեյ Իսրայելյան, հենց իրանց առաջի հարցային եղավ, որ ինչ գիրք ես կարդացել, ասեցի Գիգոր պատմվածքն եմ կարդացել։ Հիմնականում այդ պատճառը դարավ, հետո իրանք տարան ինձ Երևանում արդեն ամբողջ Հայաստանով մեկման էին եկել, 7 հատ Գիգոր էին ընտրել, որից մեկը ես էի, ու տենց մի փոքր դրվագով հանդես եկանք ու ինձ ընտրեցին։ Տենց նկարվեցինք այդ ֆիլմում, ասեմ, որ ապտակը իսկական էր, խփի, որ ֆիլմը ստացվի էլի։ Տենց ասեցի խփի պարոն Տիգարխանյան, մենակատամս ցավում է, մի կողմը չխփես, մի կողմը կխփես։ Տենց ստացվեց ֆիլմը, ես էլ շատ ուրախ եմ, որ նման մարդկանց հետ դեր եմ տարել ու իրոք այն ժամանակ շատ բան չէի հասկանում, բայց հիմա արդեն մի քիչ մեծացանք հասկացանք։ Որն էր ամենահուզիչ տեսարանը նկարահանումների ընթացքում։ Ամենահուզիչ տեսարանը ինձ թվում է այն հիվանդության տեսարանը, որ Գիգորը հիվանդանում է, այնտեղ ինձ գրիմ էին արել, ասենք նախապատրաստել էին, Սոս Սարգսյանը Համբոյի դերակատարն էր։ Հիշում եմ այսօրվա պես, որ ուզեցին իրան էլ արտասուքներ սարքեն, ինքը ասաց պետք չի, ու իրականում արտասուքները լացեցա։ Որի կերպարը բավականին բարդ էր, միաժամանակ պարզ ու խորը։ Ինչն էր ամենադժվարը նրա դերում։ Ինձ համար համարյա դժվար դրվագներ չկար, որովհետև խաղում էինք մեծ դերասանների հետ։ Դրվագ կար, որ մի քիչ դժվար էր ստացվում, դրվագ էլ կար, շատ հեշտ էր ստացվում, ի շնորհիվ մեր մեծ դերասանների։ Ձեր կյանքում կա նման պահ, երբ ձեզ մենակ կամ անպաշտպան եք զգացել։ Ես ոնց եղել եմ, նույնն էլ մնացել եմ, ասեմ։ Անպաշտպան չեմ եղել, միշտ պաշտպանված եմ եղել։ Ֆիլմի ընթացքում Գիգորը հաճախ լուռ էր, բայց շատ բան էր ասում իր հայացքով։ Ինչ դեր ուներ լռությունը ձեր խաղում։ Դեք ինձ ոնց ռեժիսորը թելադրել է, նենց էլ դերը տարել եմ։ Ինչպես փոխեցիք ձեզ այս դերը եւ ինչ սովորեցիք որպես մարդ, ոչ միայն որպես դերասան։ Որպես մարդ, ասենք ես միշտ էրությամբ եղել եմ։ Կարելի է մի փոքր բարի էլի, շատ բարի, շատ բարի անձնավորություն տենց ասեմ։ Ինչ կասեիք երեխաներին ու ծնողներին, ովքեր այսօր դիտում են Գիգոր ֆիլմը։ Ես կցանկանամ, որ կյանքում Գիգորներ չլինեն, բոլորը ոչ Գիգոր մեծ այդ դերը տարել ենք, բայց ցավոք սրտի հիմա էլ կան Գիգորներ, կցանկանամ, որ կյանքում իրական կյանքում չլինեն Գիգորներ։ Եվ վերջին հարցը, ինչ ուղերձ ունի այս ֆիլմը։ Ուղերձն է նա, որ երեխեքը լավ սովորեն ու կրթվեն ու գնան իրանց նպատակների հետևից։ Գիգոր ջան, եկել եմ է։ Գիգոր ջան, քո ապին եմ է։ Եկել եմ Գիգոր, ստի եմ։ Նանը ղարգել է, որ քեզ տանեմ մեր տունը։ Գալիս չես։ Stay on it. Գիգոր